Քթեք դրան։ Քթեք ու բերեք դեմս։ Որտեղից ուզում եք քթեք։ Գետի տակից հանեք բերեք։ Գնացեք։ Գնացեք ու քթեք բերեք։ Ինչպես միշտ դու քո ոչի մեջ ես։ Բայց այստեղ մի խնդիր կա։ Ինչ խնդիր։ Թարմացես հիշողությունս, պարոն ոստիկան։ Դու այդպես էլ չհասկացար, որ ես միշտ քեզանից մի քայլ առաջ եմ։ Դու ոչ մի բանով էլ առաջ չես։ Ես սրա հետ ոչ մի կապ չունեմ։ Դու կարծում ես ես այդքան անաստված եմ, որ աղջկաս վրա ձեռք կբարձրացնեմ։ Դու փորձում ես հանգիստ Երևան, բայց ներքուստ կատաղած ես։ Ու ոչ մեզ վրա։ Այդ գնդակը քո աղջկա համար չէր նախատեսված։ Այս անգամ լավ չեն աշխատել։ Ես դրա հետ կապ չունեմ։ Ոնց ես ապացուցելու։ Տրամաբանենք։ Գնդակը Միլային կպավ։ Միլայի կողքին ով էր կանգնած։ Արամը։ Դու Արամին էիր ուզում սպանել։ Ես հիմա գնում եմ հիվանդանոց աղջկաս մոտ։ Մի կոմանցի։ Ոչ մի տեղ էլ չես գնա։ Դու մեզ հետ բաժին ես գալու։ Ես հիմա կգնամ աղջկաս մոտ ու ես կտեսնեմ, թե ով ինձ կկանգնացնի։ Դե արի փորձենք։ Մի րոպե։ Ճիշտ է, դու մեղքերի մեջ թաղվել ես, բայց ես դեռ մարդկային դեմքս չեմ կորցրել։ Դու կգնաս հիվանդանոց, բայց մեր ուղեկցությամբ։ Կգնաս, կնայես աղջկա աչքերի մեջ ու կհասկանաս, որ ես քո խաչն է։ Մի բան լինի։ Քեզ կմեղադրես։ Ինձ ուզում էի սպանել։ Կարող է իմանաս թե ով։ Չգիտեմ ով։ Այս նորից եմ ասում։ Եթե աղջկաս մի բան եղավ, ես դա կանեմ։ Իսկ ինչի պիտի ես ուզենամ, որ կնոջս վրա կրակեն, հա։ Դու են լակոտն ես, որ ընդունակ չի սիրելու։ Կամ էլ ինչ-որ մեկի հետ հենց անենց կապվելու։ Ես հասկանում եմ, որ դու հիմա ներվայնացած ես, որ քո առաջ ողջ առողջ կանգնած եմ։ Բայց ուզում եմ մի բան իմանաս։ Միլան ինձ համար շատ թանկ մարդ է։ Ինչ իմաստով։ Ուղիղ իմաստով։ Ես շատ լավ հասկացել եմ, որ ինձ էին ուզում սպանել։ Ու նաև հասկացել եմ, թե ով։ Իմ համար միևնույն է, թե ով։ Իմ ամենամեծ ցավը նրանում է, որ ընդեղ իմ աղջիկն է պարկած։ Կուզեիր չէ, որ ես պարկած լինեի, բայց մորգում։ Ես նոր բժշկի հետ խոսացի։ Ամեն ինչ նորմալ է, վիրահատությունը արդեն սկսում է։ Շնորհակալ եմ, պարոն ոստիկան։ Զորաբ, մենք պիտի գնանք բաժին։ Բաժինը կսպասի, ես մի աղջկաս տեսնեմ։ Արի Միկա։ Միկա, դու հիմա գնա բաժին, որ բերման ենթարկվածներին արձակնես։ Տղերքը արդեն ամեն ինչ արել են։ Եվ Դե Զորաբի մարդկանցից ոչ մեկի զենքի հետ չի համապատասխանում։ Այսինքն
Իմ կարծիքով էս Արամին էլ պետք է տանենք բաժին։ Չեմ կարծում։ Արամին կթողնենք որպես վերջին տարբերակ։ Դուք ավելի լավ Արեսին գտեք։ Տղերքը արդեն պոչի վրա են։ Ապրեք։ Ինչ ա եղել։ Կարակ օգնեք, մի ժամա սպասում եմ։ Թոթրակ կանչի։ Կանչել եմ, բայց 2 ժամա չեն գալիս։ Գոնե մի հատ նայեք, էլի։ Լավ, մի կոմանցի տենամ ինչ եմ անում։ Դուք ձերբակալված եք։ Լավն էր։ Գրակոցի պահին որտեղ ես եղել։ Արսանիքի տեղում։ Իսկ Միլային վերջին անգամ երբ ես տեսել։ Գրակոցի պահին։ Ասում են, որ փորձել ես մոտենալ Միլային, հա։ Մարդու վրա կրակել էին չմոտենայի, չօգնեի։ Համ էլ ասում են, որ դու ու Արամը լարված հայացքներ եք փոխանակել իրար։ Վիճել էիք։ Հաճախ եք վիճում։ Այդ ասողները այդքան պարապեին իմ ու Արամի հայացքին էին նայում։ Դու հարցիս պատասխանի։ Ես ու Արամը տարբեր հայացքներ ունենք, բայց այդ ընդհանրապես կապ չունի այս գործի հետ։ Լավ, հիմա ազատ ես։ Բայց կմոռանաս քաղաքից դուրս գալու մասին։ Բաց թողի։ Դա ինչ պետք է անեին։ Լսում եմ։ Իրեն Արամը հիվանդանոցում է։ Հասցեն ուղարկի։ Եղավ։ Թվացին ամբողջ զորությամբ։ Սրտի աշխատանք անվարը և կերջունը տատալում է։ Պատրաստեք և բերեք իրահատարան։ Ռոզի ջան, բարև ձեզ, Սեմն է։
Հա, ասեմ։ Ես 10 րոպեից կլինեմ հիվանդանոցի բակում։ Լավ։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշոու համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ հիթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Սրանից մի 50 տարի առաջ ատամները թափած մարդը համարվում էր նորմալ։ Հիմա ամոթը, երբ որ կամ մեկ օրում գեղեցիկ ատամներ ունենալը։ Բա ինչու է կարծում այսօր ճաղատ քաչալ լինելը լավ է, եթե մեկ օրում կարող եք ունենալ ձեր իսկ հարազատ մազերը, նորից երիտասարդ տեսք, ներկայանալի արտաքին։ Գլենդելում բացվել է մազերի վերականգնման ամենաժամանակակից եւ եզակի կենտրոն, որտեղ բերվել է մազեր վերականգնող AI ռոբոտ, այո, գերճշգրիտ ռոբոտ, որը նախ նկարում է ձեր գլուխը, ապա վերականգնում է ձեր երիտասարդ տարիքի մազերի տեսքը, ու հետո առանց ցավի, ճշգրիտ, հատիկ ու արագ տեղադրում է ձեր իսկ մազերը, առատ, առողջ տեսքով։ Այս ամենը մեկ օրում, բայց ամբողջ կյանքի համար։ Այ մարդ, ամբողջ կյանքը դեռ առջևում է, ժամանակն է ունենալ գեղեցիկ ու առատ մազեր։ Զանգեք, ամրագրեք ձեր օրը։ 818 418 1111 Cool-Looks, մազերի վերականգնման 22-րդ դարի կենտրոն։ Հաճախ մեզ ասում են Ամերիկայում դենտալ ծառայությունները այնքան թանկ են, ավելի ձեռնտու է տոմս առնել գնալ Երևան, այնտեղ տեղադրել ատամները եւ վերադառնալ։ Դա միգուցե մինչև Դենտալուքսը։ Հիմա մենք ձեզ հայտարարում ենք. զանգահարեք մեզ 818 418 5555 հեռախոսահամարով եւ այն գնով, ինչ գնով պետք է Հայաստանում սարքեիք ձեր ատամները, օդանավի տոմս գնեիք եւ այլն, այդ նույնը կանեք այստեղ, Գլենդելում, ձեր տանը կպած, ամենաարդիական ատամնաբուժական կենտրոնում, American Dental Corporation-ի հովանու ներքո։ ST Market, որտեղ կարող եք գտնել տան համար յուրաքանչյուր ուտելիք եւ տնտեսական ապրանքներ։ Կատնամթերքի, մրգերի, բանջարեղենի, կանաչեղենի մեծ եւ թարմ տեսականներ։ Տեղում պատրաստված համեղ աղցաններ եւ խորտիկներ։ Ձկնեղենի եւ մսեղենի լայն ընտրաներ։ Նաեւ ալկոհոլի լայն տեսականի տարբեր ճաշակի եւ արժեքի։ ST Market, թարմություն եւ որակ յուրաքանչյուր գնումում։ Art Modern Design, ոչ որակ եւ անհատականություն մեկ տարածքում։ Art Modern Design-ը ստեղծում է լիարժեք անհատականացված միջավայրեր, որոնք զուգակցում են ֆունկցիոնալությունը եւ նրբաճաշակ դիզայնը։ Custom Kitchen, խոհանոցներ, որտեղ պատրաստելը դառնում է հաճույք։ Designer Bars, ստեղծված յուրահատուկ պահերի ու շփման համար։ Luxury Closets, կարգապահություն, որ գեղեցիկ է նայվում։ Գրասենյակային լուծումներ, միջանցքներ, հեռուստացույցի պատեր եւ այլն։ Մեր մոտեցումը պարզ է։ Դուք երազում եք, մենք իրականացնում։ Ձևավորում, որը շարժում է զգացմունքներ։ Art Modern Design։ Wonderland Flowers, որտեղ ծաղիկները միշտ պատրաստ են արտահայտելու ձեր սերը, շնորհակալությունը եւ ուրախությունը։ 7 օր, 24 ժամ։ Մենք առաջարկում ենք թարմ եւ որակյալ ծաղիկներ մատչելի գներով ցանկացած առիթի համար։ Wonderland Flowers, բարերի փոխարեն։ US Car US Car-ում մենք առաջարկում ենք նոր եւ օգտագործված մեքենաների լայն ընտրան, ձեր ոճին, գրպանին եւ կարիքներին համապատասխան։ Ֆինանսավորման ճկուն տարբերակների, փորձագիտական խորհրդատվության եւ երազանց գործարքների շնորհիվ յուրաքանչյուրի համար մեքենա գտնելն ու ձեռք բերելը երբեք այսքան հեշտ չի եղել։ US Car, դուք ոտքով եկեք, մենք ձեզ ձեր մեքենայով կճանապարհենք։ Ընտրելով մեծ ճանաչում ստացած, անհրաժեշտ բոլոր պարագաներով հագեցած Գարիկի մոտ առանձնատներից որևիցե մեկը, դուք ապահովագրում եք ձեր անգերազանցելի հանգիստը։ Հասանելի օրերը ստուգեք garikimot.com կայքում կամ զանգահարեք։ Գարիկի մոտ, արժանացեք արքայական հանգստի։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք ամեն ինչ՝ սեղաններ, աթոռներ, պահարաններ, ննջասենյակի եւ խոհանոցային կահույք,
ոճային, հարմար ու որակով։ Իսկ հիմա հատուկ առաջարկ։ Գնում եք հատուկ մատրաս, մահճակալը ստանում եք անվճար։ D&D կահույքի սրահ, որտեղ կգտնեք այն ամենը, ինչ փնտրում եք։ Ոնց է Միլան։ Վիրահատությունը նոր ավարտվեց, դեռ նարկոզի մեջ է։ Իսկ ինչ են ասում բժիշկները։ Ասում են, որ ամեն ինչ լավ կլինի, ուղղակի շատ տարին կորցրել։ Իսկ ներսում ով կա։ Զորաբը, Արամը ու ոստիկանապետը, բոլորը շատ լարված են։ Կարծում եմ պետք է գնաս Սեմ։ Մերսի։ Սեմ, ամբողջ ճանապարհին քո անունն էր տալիս։ Ես ինչ ես անում ստեղ։ Եկել է օդ շնչելու։ Այն զրոցը չի եկում։ Կուզեք ջուր բերեմ։ Չէ, մերսի, նա մերսի։ Իչարեց սա խնդրեցի ձեզ փոխանցել։ Ո՞։ Մի տղամարդ։ Միլան արտացել է վիրահատությունը հաջող է անցել։ Ես գնում եմ մոտը, բայց նա դեռ շատ թույլ է։ Դե լավ, միայն մի հոգի։ Ես կմտնեմ կնոջս մոտ։ Սեմ եկել ես։ Սեմ։ Դեռ հիվանդանոցում ենք։ Չէ, պետք չէ։ Ոչ մեկ տեղ մի եկել։ Ստեղի պահակն ես։ Հա, քանի Միլան պարկած է, այստեղ ոչ մեկ չի մտնի, առանց իմ թույլտվության։ Մանավանդ դու, աներ հայրիկ։ Բախտդ բերեց, Ալբերտը ստեղը։ Թե չէ կողարկեի քեզ հորդ մոտ։ Ինչ ասեցիր։ Կրկնի էլ է։ Ներսի պարկածը իմ աղջիկն է։ Այդ աղջիկը իմ կինն է։ Մեղրաջուր խմի։ Ասում են հիշողության համար լավ է։ Համեցեք։ Պարոն Զորաբ։ Փասլանքոտ։ Ես քեզ շատ եմ սիրում, բալես։ Չէ ուզենա քեզ այս վիճակում տեսնել։ Գնանք։ Ես վաղ էլի կգամ, բալես։ Զորաբ։ Անակ ստանալու ոչինչ չկա, վիճակը արդեն կայուն է։
Համբուշտը սրտից 4 սանտիմետր վերև է անցել։ Ամիկո, դու պատրաստ ես, չէ՞։ Վաղ առավոտ դուրս ես գալի։ Հասցենք ուղարկեմ։ Ինչ անում եք։ Ես պետք է իմանամ ում այդ գործում եմ։ Կիմանաս երբ հասնես։ Հարցերը մի տուր։ Ուղղակի տար իր ասածը ու բեր ինչ կտա։ Միքոյսի վերջի գործն է։ Ու իմ անունը մի կապի դրա հետ արդեն։ Վտանգավոր է դառնում։ Դու անուն չունես։ Գործը տար այդքան բան։ Գյուղ ջան։ Բարի լույս։ Ой. Сейчас մի տեսակ։ Էսի կարող այդ սուրճի ապարատը կյանքը տուտում, հա? Փոխենք։ Երևի ինձ է պետք փոխել տիկին մայրեմ։ Գևոր ջան, ես քեզ մի բան եմ ուզում ասեմ։ Ես նենց զգացողություն ունեմ, որ դու մայրական ջերմության, աջակցության կարիք ունես, հա? Լսի, եթե դու իմ օգնության կարիք ունենաս, իմացի, որ իմ մեջ ինքան սեր կա, որ քեզ էլ կհերիքի բալաս, հաստատ կհերիքի։ Շնորհակալ եմ, տիկին մայրը, շնորհակալ եմ։ Դե արի քեզ մի հատ գրկեմ հələ, արի հələ։ Դե արի գրանք աշխատենք, լիքը գործ ունենք այսօր մեծ, արի։ Հորս սպանողի աղջկա հետ ամուսնացող եղբայր։ Ոնց ես։ Եկել ես թույն թափես, թե կողքից լինես։ Չէ։ Եկել եմ ուղղակի աչքերիդ մեջ նայեմ ու հասկանամ միլիոնավոր աղջիկների միջից ինչի հենց այն մեկը ում հերը Այ որ կանացի զգացմունքները տանջատես լոգիկատ միացնես կհասկանաս։ Արիքոնը քանի միացրածը ասա էլի, մի տանջի։ Նախ Միլան մեղավոր չի, որ Զորաբը իր հերն է։ Բայց եթե լհեչ։ Ես Զորաբից վրեժ լուծելու իմ պլաններն ունեմ։ Իրեն։ Պլանի անունն էլ ոնց էր, հա, մի ձեռով երկու ձմերուկ բռնելն է, չէ։ Իսկ պլան B ունես, ասենք եթե միլիչկատ մահանա։ Միլան չի մահանա։ Անգիստ։ Պլան B չունես, որոշել ես անկողնու միջոցով հարցերդ լուծես, բայց անկողնու միջոցով ուրիշ հարցեր չէին լուծում։ Իրեն հավեսը չունեմ։ Ես էլ քո։ Միլան մեր ընտանիք ոտք չի դնելու։ Մեր չկա։ Մենք արդեն վաղուց մեծ մարդիկ ենք։ Իրեն։ Ես իմ ասածը ասեցի։ Իսկ հիմա գնամ Հարսիկին բարևեմ։ Չես գնալու։ Դուք ով եք։ Ոչ ոք։ Ու հենց դա էլ եկել եմ հիշացնելու, որ մենք քո համար ոչ ոք ենք, ոնց որ դու մեր համար։
Եղբայրս քո համար լավ կյանք էր նախատեսել։ Իսկ դու իր համար դժոխք։ Այդ գնդակը իր համար չէ նախատեսված։ Ուղղակի միամիտ քեզ կպավ։ Ստեղ են էլի ասել, ով ինչ անի, իրեն կանի։ Ես չեմ հասկանում ինչա կատարվում։ Սիրում ես Արամիկին։ Չէ լուրջ։ Ախր հետ սիրողի նման չես է։ Չնայած իր գնդակը քո վրա ես վերցրել։ Ինչ սերա է, սեր եմ ասել։ Ուղղակի ափսոս բոլորս էլ հասկացանք, որ միամիտ ես վերցրել։ Ու քո փոխարեն պետք է ախպերս հիմա մորգում պարկած լիներ։ Իրեն վերջացրու։ Միլան իրան լավ չի զգում։ Էս աղջիկը քեզ կործանելու է։ Հետո չասես չզգուշացրեցի։ Իրեն։ Արամ։ Իրենն է քույրս։ Երևի արդեն հասկացար։ Միշտ կյանքից դժգոհ է։ Ամեն ինչի մեջ վատն է տեսնում։ Նույնիսկ սիրելու մեջ։ Բայց այդ հիմա կարևոր չի։ Ոնց ես։ Չգիտեմ։ Ոնց որ երազում լինեմ։ Չհասկացա ինչ կատարվեց։ Ես գիտեմ։ Բայց հիմա դու լավ չես։ Լավացի կազդուրվի, հետո կխոսանք։ Ես լավ եմ։ Ասա տեսնեմ ինչա կատարում։ Ով է ուզել ինձ բանի։ Քեզ չէ։ Ինձ։ Քեզ։ Ով։ Ասածս դուրը չի գա։ Ոչինչ, կդիմանամ։ Ես մտածում եմ ավելի շուտ համոզված եմ, որ Զոհրաբը… Չէ, Զոհրաբը ընդունակ չի դրան։ Զոհրաբը հանում քեզ ամեն ինչի ընդունակը միլա։ Դու գիտես, որ ինքը համաձայն չէր մեր ամուսնությանը։ Ինքը չի հավատում, որ ես քեզ իսկականից սիրում եմ։ Արամ, բայց դա պատճառ չի, որ քեզ կրակի։ Դու երևի լավ չես ճանաչում այդ մարդուն։ Ինչ եղա։ Միլա, ինչ եղա։ Լավ չես զգում քեզ։ Մուշկույր կաչե։ Մուշկույր։ Այկնի, կիրիկունը, խաչիկը, վաչիկը, հրաչիկն ու քաջիկն են գալիս մեր տուն։ Աչքս լույս, մի $1000 ծախսի տակ ընկանք։ Չէ, 300։ Պահ, էդ ինչ եմ բերելու որ։ 12 տեսակի ափթայզար, հավի ու տավարի անուշահամ քյաբաբ, հավի և խոզի ածուխի վրա պատրաստած խորոված ախորժելի սալման։ Ուխ, դեզանգիր։ 707 771 77 71 Vivaldi Catering ծառայություն։ Խնայիր և վայելիր։ Art House Bakery, սև լավաշ, սև հաց և շատ ավելի։ Բացահայտեք բացառիկ համերի աշխարհը։ Art House Bakery-ում մենք առաջարկում ենք ոչ միայն մշակված մոխիրով պատրաստված սև լավաշ և հաց, այլ նաև հարուստ ու նրբաճաշակ ընտրանի ամեն ճաշակի համար։ Թարմ թխվածքներ, կրուասաններ, բուլկիներ, քաղցրավենիքներ, թեթև և նուրբ բաղադրությամբ։ Բոլոր մեր արտադրանքները պատրաստվում են սիրով, նվիրվածությամբ և բնական բաղադրիչներով։ Art House Bakery։ Granada Hills-ի սրտում գտնվող լաքժերի գեղեցկության սրահ Modern Glow Bar-ը հրավիրում է կանանց եւ աղջիկների։ Modern Glow Bar, որտեղ կգտնեք ձեր գեղեցկության եւ ներդաշնակության ծառայությունները մեկ վայրում։ Սրահը առաջարկում է մաս, մեյքափ, մատնահարդարում, ոտնահարդարում, դեմքի խնամք, հոնքերի եւ թարթիչների ծառայություն։ Մեր փորձառու, հմուտ եւ տարիների փորձ ունեցող մասնագետները կգոհացնեն ամենաբծախնդիր հաճախորդներին։ Մեկ այցելություն եւ դուք կգտնեք ձեր փայլը։ Ինչպես մեր կարգախոսն է Find your glow, Modern Glow Bar։
Armeco-Food, հայկական արևի ամենաքաղցր պահերը, ծիրաններ Արարատյան դաշտից, սալորներ արևահամ այգիներից, խնձոր ու տանձ մեր հողից, մեր հոգուց։ Armeco-Food-ի չրերը 100% բնական են, առանց շաքարի, առանց հավելումների։ Միայն մաքուր մրգեր չորացված արևի ջերմությամբ, համ որ աճել է մեր հողի վրա։ Armeco-Food, Հայաստանի համը Միացյալ Նահանգներում։ iVoyage-ը ձեր վստահելի գործընկերն է ավիատոմսերի ձեռքբերման եւ անմոռանալի հանգիստ կազմակերպելու գործում։ iVoyage-ի հետ դուք ստանում եք լավագույն գները, արագ սպասարկում եւ հարմարավետություն ձեր բոլոր ճանապարհորդությունների համար։ iVoyage, ձեր տոմսը դեպի աշխարհ։ Դուք տուժել եք վարորդի, ուղևորի կամ հետիոտնի կարգավիճակով։ Ձեզ անհրաժեշտ է բուժօգնություն, բայց չգիտեք ում դիմել։ Ապահովագրական ընկերությունը փորձում է նվազեցնել ձեր փոխհատուցումը։ Մենք այստեղ ենք պաշտպանելու ձեր իրավունքները։ Maze Restoration, վերականգնում արագ ու վստահելի։ Maze Restoration-ը մասնագիտացած է ջրի, կրակի, մոլդի, կոյուղու եւ այլ վնասների վերացման գործում։ Մեր փորձառու մասնագետները արագ եւ որակով մաքրում ու վերականգնում են ձեր գույքը, այն վերադարձնելով իր նախնական վիճակին։ Մենք կատարում ենք նաեւ մանսարդի եւ հիմքի տարածքների մաքրում, կանխելով խոնավության եւ մոլդի տարածումը։ Ձեր արժեքավոր իրերը կարող ենք պահել անվտանգ, հատուկ պայմաններում։ Վստահեք Maze Restoration-ին ձեր տունն ու գույքը պաշտպանելու համար։ Վերջին սերնդի լսողական ապարատներով հագեցած Enhance Audiology կլինիկան առաջարկում է ոլորտի ամենավորակյալ ծառայությունները։ Պետք չէ ուշացնել լսողության վերականգնումը։ Ես բժշկուհի Վարդուշ Քեշիշյանն եմ, բժշկական կրթությունը սկսել եմ Հայաստանում, հետո մասնագիտացել եմ լսողական խնդիրների ուղղությամբ եւ ավելի քան 20 տարվա փորձառությամբ օգնում եմ մարդկանց, ովքեր ունեն լսողական խնդիրներ։ Լավ լսողություն նշանակում է ամուր կապ աշխարհի եւ մերձավորների հետ։ Enhance Audiology կլինիկան գործում է 2 քաղաքներում՝ Գլենդելում եւ Փասադինայում։ Այստեղ ընդունվում են Medical, Medicare եւ մյուս բոլոր առողջական ապահովագրությունները։ Գիտես ինչն է հետաքրքիր Զորապ։ Որ կրակոցի թիրախը դարձել Միլան։ Քեզ համար ամենաթանկ մարդը։ Բայց մենք գիտենք, չէ՞, թե այդ կրակոցը ում էր ուղղված։ Տիգենի որդու։ Հետաքրքիր է։ Շատ հետաքրքիր է, բայց հին սյուժես հնարում, պարոն Ալբերտ, բայց մի մոռացի, որ կյանքը թատրոնից տարբեր է։ Ես ինչի պիտի ուզենայի վնասել իմ հարազատ մարդուն։ Ես այդ մարդը չեմ։ Ինձ մի ծանոթացրու քեզ այդ Զորապ։ Ես լավ գիտեմ, թե դու ով ես։ Մենք ինֆորմացիա ունենք, որ քո ու Արամի մեջ թշնամություն կա։ Արամը քեզ է կասկածում իր օրսպանության մեջ ու սկսել է փորփրել, իսկ այդ քեզ ձեռք չի տալիս։ Միգուցե այդ կրակոցը նախազգուշացում էր, որ Արամը սսկվի ու էլ չփորփրի։ Ինֆորմացիա։ Շատ վատ ինֆորմատորներ ունես, պարոն ոստիկան։ Եթե ես ուզենայի մեկին վնասել, չէի կրակի նրա կողակցի վրա։ Եվ ընդհանրապես, ես ոչ մեկի վրա չեմ կրակում։ Իմ գործելավոճը ուղիղ է։ Ուղիղ, բայց միշտ կողքով, չէ՞։ Այս վերջերս ինչ-որ շատ է սկսել վրիպել Զորապ։ Չլինի ծեր անում ես։ Վերջի վերջո դու սայթ հակելու ես, ու այդ օրը իմն ա լինելու։ Բայց այդ թողնենք հետոյին։ Ինչի էիր ուզում սպանել Արամին։ Իսկ ինչի ես կարծում, որ այդ ես էի, ու թիրախն էլ Արամն էր։ Որովհետև քո ձեռագրին շատ լավ եմ ծանոթ։ Փաստորեն, այդքան էլ ծանոթ չես, պարոն ոստիկան։ Այդ Արամի արած գործն է։
Հա։ Կարող է նրա համար, որ հորը դու ես սպանել։ Ինչքան ես սիրում բաներ հորինել։ Սխալ մասնագիտություն ես ընտրել, Ալբերտ ջան։ Դու պետք է գրող դառնայիր։ Ինչքան դու մարդ կդառնաս, այնքան էլ ես գրող։ Արամի ինչին էր պետք ամուսնանալ աղջկա հետ, եթե ուզում էր սպանել։ Այս դրա համար, որ կասկածը իր վրայից դուրս գար։ Ու եթե ինքը նույնիսկ ծախողեր, կասկածը գար ինձ վրա։ Այն որ դու հիմա ինձ ես հարցակնում եւ ոչ թե իրան, խոսում է այն մասին, որ իր ծրագիրը աշխատեց։ Զորապ, ճշմարտությունը ջրի երես դուրս գալու սովորություն ունի։ Ազատ ես, գնա։ Առայժմ այսքան է։ Միկա, սա դեպքի արձանագրությունն է։ Արամ Օհյանի անունը չկա։ Նայ, ես ձևակերպումը փոխի, գրի հնարավոր անձնական հաշիվներ Արամ Օհանյանի եւ Զոհրաբ Աթաբեկյանի միջև։ Բայց Արամը Զոհի կողքին է եղել, ամենամասնանում էր հետը։ Բայց այդ չի նշանակում, որ ինքը պատվիրատուն չի։ Համել դու տենց գնի, եթե խնդիր լինի, կասես, որ ես եմ ասել։ Եղավ, նայ Միկա, սա փողոզով է։ Հանգիստ է։ Տանը չես, թե չես ուզում բացել։ Լսի ուշադիր, ես հիմա քեզ բան SMS կանեմ, ճշտում ես, ուրա, ում հետ է, ինչ անում, արագ, հասցեն ես իմանում, ներավ, մեկը պտի անես, ուզես թե չուզես։
Սպասիստը։ Այս ամրազգանունով այս ուղությամբ։ Եթե հնարավոր է այսօրվա համար։ Այսօր երեկոյան կամ միջվերջ հարմար է ձեզ։ Այո, շատ։ Շատ լավ։ Ճիշտ վայր եք ընտրել արագ եւ ապահով ճամփորդության համար։ Շնորհակալություն այ ոյաժ ընտրելու։ Ես եմ շնորհակալ։ Ստեսություն ձեզ։ Սահանգի Գևորգին թող պատրաստվի իր ինքնաթռնումը։ Հուլիսի 26-ին Ակվակալենտեի շքեղ դշո համերգասրահում տեղի կունենա սիրված երգիչ Հայկ Ղևոնդյանի Սպիտակցի Հայկոյի մենահամերգը։ Հին ու նոր սիրված եւ իթեր դարձած երգեր, շքեղ, լուսային եւ ձայնային լուսավորում։ Բաց մի թողեք ամառային ամենաուրախ համերգին ներկա գտնվելու հնարավորությունը։ Հանդիպում ենք հուլիսի 26-ին Ակվակալենտեում։ Կուլուքսում արդեն գործում է Artas ռոբոտը, աշխարհի ամենավերջին տեխնոլոգիայով, որը մեկ օրում կվերականգնի ձեր սեփական մազերը, վերջ ճաղատությանը եւ քաջալությանը։ Պատկերացրեք առավոտ զարթնեք, տեսնեք ձեր սեփական մազերը աճել են նորից։ Չէիք ուզի, բա հիմա կարող եք ուզել։ Զանգեք 818 418 1111 եւ ստացեք ձեր մազերը երիտասարդ տեսքը առանց ցավի, մաչելի գնով մեկ օրում։ Ձեր սեփական մազերն են աճելու երաշխավորված։ Զանգեք 818 418 1111։ Լավաշ բարբիքյու, համ և որակ։ Ձեր ժպիտը մեր մասնագիտությունն է։ Design Your Smile-ում մենք բուժում ենք ոչ միայն ատամները, այլ նաև վախը, անհանգստությունը եւ կասկածները։ Աշխատում ենք բարձրակարգ տեխնիկայով, նորագույն մեթոդներով եւ անհատական մոտեցմամբ։ Մենք առաջարկում ենք թերապևտիկ եւ էսթետիկ ատամնաբուժություն, իմպլանտներ եւ պրոթեզավորում, սպիտակեցում եւ շտկում, ցավազերծ միջամտություններ։ Design Your Smile մասնագիտություն, որ խոսում է ժպիտով։ Les chansons. Կան օրեր, որոնք պետք է յուրահատուկ լինեն, լուսավոր, հագեցած ու ճաշակով։ Սրահ, որտեղ ամեն ինչ մտածված է հենց քո օրվա համար։ Նրբագեղ դիզայն, հաճելի երաժշտություն եւ բացառիկ մթնոլորտ։ Թող տոնը լինի ոչ միայն գեղեցիկ, այլ անմոռանալի։ Les chansons, երբ տոնը դառնում է զգացողություն։ Կալուգա պրեմիում։ Ապահովագրեք ձեր բիզնեսը մեզ հետ։ Դենտալուքսը բացում է իր դռները երեխաների համար։ Ատամների բոլոր խնդիրները լուծվում են այստեղ։ Արագ, անցավ եւ ուրախ։ Օրինակ մեր սիրելի բուժումներից է Laser Luxic-ը։ Առանց ցավի եւ առանց ռսկման մաքրում է ատամների սև խորոչները։ Բացի այդ առաջարկում ենք ատամների ուղղման բոլոր հնարավոր տարբերակները, մատչելի գներով, բրեզիսներ, Invisible Aligners, ինչպես որ հարմար է ձեզ եւ ձեր փոքրիկին։ Հիշեք, Դենտալուքսում հավեսը եւ չի ցավում։ Զանգահարեք մեզ 818 418 5555։ Hello, my name is Mariana Sarkisian. Welcome to Little Me Learning Academy. Come on in. Hello, my name is Vera Sarkisian. I am the founder, creator, and director of our beautiful Little Me Learning Academy preschool.
ճանապարհորդիր շքերությամբ Lux Line Limousine-ի հետ։ Մեր Mercedes-Benz Sprinter-ը հագեցած է ժամանակակից լուսավորությամբ եւ բարձրակարգ ձայնային համակարգով։ Հիանալի տարբերակ է հարսանեկան միջոցառումների, գործնական ուղևորությունների, օդանավակայանի տեղափոխումների եւ մինչ կարգային ճամփորդությունների համար։ Տեղավորում է մինչեւ 8 ուղևոր, իդեալական փոքր խմբերի համար։ Քո հարմարավետ ընտրությունը յուրաքանչյուր ճամփորդության համար։ Lux Line Limousine։ Թող դաշնամուրը խոսի քո փոխարեն։ Piano Masters։ Գործի անցեք, թույլ տալու բան չկա, ժամանակ էլ չկա։ Տարիներ առաջ թե հիմա մեկ այեք չունեիր։
Վախեցար ղասապ։ Ալբերտը ճիշտ էր ասում։ Ծերանում ենք։ Ստեղ կա ինչ-որ մեկը։ Օգնեք! Օգնեք! Խնդրում եմ բաց թողեք ինձ։ Բաց թողեք։ Օգնեք! Ստեղ մեկը կա։ Ես լսում եմ, որ կա մեկը։ Խնդրում եմ օգնեք ինձ։ Ով կա ստեղ։ Ով կա ստեղ։ Ինչ եմ արել, ես ինչի եք ինձ բերել ստեղ։ Խնդրում եմ բաց թողեք։ Խնդրում եմ։ Ուր ես Միկա։ Հայրիկ բար եմ գնում, մի հատ հանդիպում ունեմ։ Արի բանկա կարևոր խոսալու։ Չուշանաս։ Չեմ ուշանա։ Ալո։ Բախտդ միշտ չէ որ բերելու է։ Այս անգամ կոնտանիքն է քո դեմ։ Ալո։ Ո՞վ ես։ Ո՞վ ես դու։ Ո՞վ ես դու։ Ես ինչ նոր խաղեր եմ սկսում։ Ինչ է։ Սար ոնց որ մորդ եմ ուտել դու։